Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր կապերը հիմնված են պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, հայտարարել է Վրաստանի ղեկավարը։ Նա Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին մաղթել է խաղաղություն, տոկունություն և բարեկեցություն։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն կոռուպցիայի գործով նոր մեղադրանք է առաջադրվել։ Դատախազության տվյալով նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Անցյալ շաբաթ նա բաց նամակ էր հրապարակել, որում հայտարարել էր իրեն նոր մեղադրանքներ առաջադրելու հնարավորության մասին։ Նամակում Վրաստանի նախկին վարչապետը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նպատակ ունի քաղաքականապես ոչնչացնել իրեն։ Նա պնդել է, որ գիտակցաբար է հրաժարվել իրավական պայքարից և ընդունել մեղադրանքները իշխող թիմի ղեկավարության հետ բախումից խուսափելու և պետության շահերին չվնասելու համար, սակայն այժմ այլ ելք չունի և մտադիր է պայքար սկսել։ Վրացական երազանքի գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեն հայտարարել է, որ Ղարիբաշվիլու տարածած հայտարարությունը հավանաբար կանխարգելիչ բնույթ է կրել։ Նրա խոսքով նախկին քաղաքական գործիչները հաճախ են իրավական հարցերը տեղափոխում քաղաքական հարթություն։ Թուրքիայում մեկնարկել է օգոստոսի 10-ին խորհրդարանի կողմից ընդունված և նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հաստատված ազգային համերաշխության և սոցիալական ներառման աջակցության մասին օրենքի գործնական կիրարկումը։ Դիտորդ խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փոխնախագահ Ջևդեթ Ելմազի նախագահությամբ։ Խորհրդում ընդգրկվել են առանցքային գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում արդարադատության, պաշտպանության, ներքին և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև հետախուզության ղեկավարությունը։ Գլխավոր թեման Քրդստանի աշխատավորական կուսակցության լուծարման և քուրդ զինյալների կողմից զենքի հանձնման գործընթացն է։ Խորհուրդը վերահսկելու է պայմանավորվածությունների կատարումը և տեղում իրավիճակը։ Գործընթացի ավարտից հետո նախատեսվում է կազմակերպության անդամներին թուրքական հասարակությանը ինտեգրելու իրավական ընթացակարգ։ Մինչև օգոստոսի վերջ Ռուսաստանը կարող է բենզինի առաջին խմբաքանակը ստանալ Թուրքիայից։ S&P Global Commodities at-Sea վերլուծաբանների տվյալով 200,000 բարել վառելիքով լցանավը թուրքական Մերսին նավահանգստից ուղևորվում է Բալթյան նավահանգիստներից մեկը։ Բեռնված բենզինի արտադրության վայրը չի նշվում։ Այդ մատակարարումը կդառնա 5-րդը այս տարվա հուլիսից ի վեր։ Փորձագետները ներքին շուկայում բիզնեսի ընթացիկ դիֆիցիտը գնահատում են 25-ից 35%։ Արտերկրից եկող խմբաքանակներն առայժմ չեն կարողանում փակել այդ բացը, քանի որ դրանց ծավալները համադրելի են ընդամենը 1-2 օրվա սպառման հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ օգոստոսի 24-ի լուսաբացին մեկնարկում է Իրանի դեմ ֆինանսական ամենախոշոր գործողությունը, որը Վաշինգտոնն անվանում է տնտեսական D-Day, այն համարելով երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափանման հետ։ Բեսենթի խոսքով նպատակն է կտրել Իրանի բոլոր տնտեսական կենսապահովման շղթաները, մինչև Թեհրանը միայնակ մնա։ Պաշտոնյան շեշտել է, նրանք, ովքեր վախենում են մարտահրավեր նետել Իրանին, պետք է նաև չանտեսեն Վաշինգտոնի համբերությունը փորձելու գինը։ Իրանից արձագանքել են այս հայտարարությանը։ Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի շարունակման դեպքում անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ Նա շեշտել է, ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանը կդիտարկի որպես իր ժողովրդի դեմ պատերազմական գործողություն։ Իրանը մտադիր է սահմանափակումներ մտցնել, տուգանքներ սահմանել և նույնիսկ առգրավել այն նավերը, որոնք խախտել են Հորմուզի նեղուցը հատելու իրանական իշխանությունների սահմանած կանոնները։ Այդ մասին հայտարարել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության իրանական վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ Պարսից ծոցում ծովային փոխադրումներ իրականացնող նավատերերը պետք է ծանոթանան օրինախախտների ցանկին, հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Նշվում է, որ այն նավերը, որոնք համագործակցում են օրինախախտների ցուցակներում ներառվածների հետ, ևս կավելացվեն դրանում։ Նավատերերը, որոնք ցանկանում են ցուցակից հանել իրենց անունները, պետք է հատուկ հարցում ուղարկեն իրանական կառույցներ, նշելով օրինախախտման պատճառը։
Իրանը հավաքական պաշտպանության մասին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի ստորագրած Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր է ստացել, հայտարարել է Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավարը։ Մեհդի Ռահիմիի խոսքով երկրի իշխանություններն այժմ դիտարկում են առաջարկը։ Նրա պնդմամբ տարածաշրջանի երկրների միջև անվտանգության հովանոց ստեղծելու ձգտումը հաղթանակ է Իրանի համար։ Թեհրանը վաղուց էր նման կոչեր անում, վստահեցրել է պաշտոնյան։ Նա նաև ընդգծել է, որ ցանկացած երկիր, որն օգնում է ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության հարցում, կվճարի դրա համար։ Ադրբեջանի նախագահը պետական այց է կատարել Ուզբեկստան։ Նախագահ Շավքաթ Միրզիյոյևի հետ առանձնազրույցից հետո կայացած մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական մեկ տարածաշրջան են հսկայական ներուժով։ Նրա խոսքով տարածաշրջանի զարգացման ընդհանուր դրական դինամիկան մեծապես կախված է այդ թվում Բաքվի և Տաշքենտի սերտ փոխգործակցությունից։ Միրզիյոյևն էլ նշել է, որ Ադրբեջանի նախագահի այցը Ուզբեկստան պատմական իրադարձություն է։ Նա տեղեկացրել է, որ կողմերն ընդունել են նոր ճանապարհային քարտեզ, պայմանավորվել ապրանքաշրջանառությունը հասցնել $1 միլիարդ։ Երկրների նախագահները ստորագրել են Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև հավերժական բարեկամության մասին պայմանագիր։ Կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց, զերծ մնալ միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը վնաս հասցնող գործողություններից։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ պետությունների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերությունից վերածվել են դաշնակցային հարաբերությունների, իսկ այժմ դրանք ստանում են հավերժական բարեկամության բնույթ, որն առաջին նման դեպքն է Ադրբեջանի դիվանագիտական պրակտիկայում։ Տաշքենտում Ալիևը և Միրզիյոյևը մասնակցել են Ուզբեկստանում իրականացվող ադրբեջանական նախագծերի բացման և հիմնարկեքի արարողությանը։ Ալիևը Ուզբեկստանի իր պաշտոնակցին հրավիրել է պետական այցով այցելել Ադրբեջան։ Իլհամ Ալիևը Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Վոլոդիմիր Զելենսկուն և երկրի ժողովրդին մաղթել խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն։ Ադրբեջանի նախագահի խոսքով երկկողմ բարեկամական կապերի ներկայիս մակարդակը գոհունակություն է առաջացնում։ Քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից են։ Ընդգծելով էներգետիկ ոլորտում արդյունավետ համագործակցությունը, Ալիևը նշել է առևտրատնտեսական, հումանիտար, գյուղատնտեսական, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության խորացման հիմքերի մասին։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը կշարունակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին։ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել նաև Կասիմ Ժոմարթ Տոկաևին Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Շեշտելով Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման առանձնահատուկ նշանակությունը, Ալիևը կարևորել է ադրբեջանա-ղազախական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը և նոր բովանդակության ձեռքբերումը։ Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Բաքվի և Աստանայի կապերը կշարունակեն խորանալ վերընթաց ուղղությամբ։ Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունում հաղթել է նախագահական Ադիլետ կուսակցությունը։ Երկրի պետական ԶԼՄ-ների հրապարակած էկզիթ փոլերի արդյունքով կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%, իսկ մասնակցությունը կազմել է ավելի քան 74%։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։